Միացյալ Նահանգների այդ տարին շատ հետաքրքիր էր, զարգացումներ եղան։ Եթե կարճ ապա Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը պետք է հիշեմ, որին հաջորդեց արդեն այս տարվա սկզբին ուրեմն Վաշինգտոնում Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որը իհարկե նշանավորեց հարաբերությունների մակարդակի բարձրացումը, խոսվեց այն մասին, որ այս գործընկերությունը հաստատվել է եւ համաձայնեցվել է ամերիկյան նախորդ վարչակարգի հետ եւ չի շարունակվելու նոր վարչակազմի հետ, իհարկե դա այդպես չի եւ նաեւ նոր վարչակազմի ներկայացուցիչները արդեն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում եւ հիմա կարող եք նաեւ հուսամ փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են։ Հիշում եք վարչապետի հանդիպումը փոխնախագահ Վենսի հետ, կա աշխատանք ուրեմն թիմի այլ ներկայացուցիչների հետ, առաջիկայում եւս կլինեն որոշակի նորություններ, իդեպ նույն ռազմավարական ուրեմն համագործակցության փաստաթղթով նախատեսված ուրեմն որոշ բաների կյանքի կոչման ուղղությամբ Եվրոպական միության հետ մեր գործընկերության խորացման մասին շատ է խոսվել, նաև ձեր օրակարգում կան դրան վերաբերող հարցեր։ Մի քանի բան հիշեցնեմ կրկին, քանի որ ամփոփում ենք 2024 թվականը։ Հուլիսին Եվրոպական միության խորհուրդը ընդունեց Հայաստանին խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցություն տրամադրելու եւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ որոշումներ, հատկապես վիզաների ազատականացման մասին մենք բոլորս տարիներ շարունակ խոսել ենք, ահա ունենք պաշտոնական գործընթացի ուրեմն երկխոսության մեկնարկը, կրկին որպեսզի ակնկալիքները ճիշտ ձևավորենք, սա մեկնարկն է միայն այդ երկխոսության, մենք կանենք մեր լավագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այդ երկխոսությունը արագ, դինամիկ, հնարավորինս ընթանա, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք գործընթացի հետ եւ այնպես չի, որ հաջորդ ամիս կունենանք արդեն արդյունքներ, սովորաբար տարիներ են տևում այս process-ները։ Խաղաղության եվրոպական գործիքի վերաբերյալ էլ ասեմ, որ սա առաջի անգամ էր, աննախադեպ էր, այս պայն էլ Եվրոպական Միացյալ Նահանգների Եվրոպական միությունում համապատասխան ուրեմն օղակներում քննարկվում է այս տարի եւս մեզ այդ գործիքի ներքո աջակցություն տրամադրելու հարցը Եվրաջաստի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց, սա նորից ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի եւ կընդլայնի մեր համապատասխան իրավապահ համակարգերի միջև գործակցությունը չափազանց կարևոր փաստ 2024 թվականին ուրեմն շարունակել է իր գործունեությունը Հայաստանի Ադրբեջան միջպետական սահմանի երկայնքով ուրեմն Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը 25 թվականի հունվարի 30-ին արդեն տեղյակ եք այս տարի սկզբին ուրեմն Եվրոպական միության որոշմամբ առաքելության գործունեությունը երկարացվեց եւս 2 տարով Եվրոպական միությունը 24-27 թվականների համար ուրեմն ներկայացրեց դիմակայունություն եւ աճ ծրագիրը, այս ծրագիրը միտված է Հայաստանի տնտեսական, էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումային հոսքերի խթանմանը, հիշում եք, մենք Եվրոպական միության հետ ունենք մեր ուրեմն SEPA համաձայնագիրը, որը դեռևս ուրեմն իրականացնելու ահագին ճանապարհ ունի անցնելու, բայց այս ծրագիրը օրինակ դիմակայունություն եւ աճը գալիս է ինչ որ առումով լրացնելու, ինչ որ առումով ընդլայնելու, լայնացնելու SEPA համաձայնագիրը կա նաեւ երրորդ փաստաթուղթը, որը քննարկվում է մեծամասամբ համաձայնեցված եւ առաջիկայում հուսամ կավարտենք աշխատանքները եւ կհանրայնացնենք Հայաստան Եվրոպական միություն նոր գործընկերության օրակարգ կոչվող հաստատուղթը
Այս 3 հիմնական փաստաթղթերի իհարկե ՍԵՊԱ-ն վավերացված բոլոր անդամ երկրների կողմից ավելի ինստիտուցիոնալ, բայց այս 3 փաստաթղթերով մենք կշարունակենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Եվրոպական միության երկրներից ուզում եմ առանձնացնել անպայման ուրեմն Ֆրանսիան, Ֆրանսիայի հետ հարաբերությունները մենք 24 թվականի ընթացքում շարունակել ենք շատ դինամիկ խորացնել եւ ընդլայնել, կայացել է վարչապետ Փաշինյանի 3 այց Ֆրանսիա, եւս 3 անգամ հանդիպում է տեղ ունեցել բազմակողմ հարթակներում, Ֆրանսիայի արտգործնախարարների հետ ունեցել ենք 3 հանդիպում, տեղի ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան եւ ՀՀ պաշտպանության նախարարի այցը Ֆրանսիա։ Մանրամասների մեջ չմտնելու համար ուղղակի ընդհանուր մեր տրամադրվածությունը ասեմ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների մասով մենք աշխատում ենք արդեն իսկ գոյություն ունեցող եւ ավանդաբար ուրեմն շատ ջերմ հարաբերությունները այժմ լրացնել շատ կոնկրետ ծրագրերով, կոնկրետ համագործակցության ուղղություններով, կետերով, որոշները արդեն տեսանելի են, որոշները հուսամ տեսանելի կդառնան շատ մոտ ապագայում եվրոպական մյուս երկրների հետ մեր փոխգործակցության բնույթին այս խոսքերը եւս կարելի է վերագրել, կուզեի նաեւ առանձնացնել մեր համար նոր կարևոր եւ հետաքրքիր ուղղություն, նոր մի քիչ իհարկե վերապահումով կարելի ասել, խոսքը նորդիկ բալթիկ երկրների հետ մեր համագործակցությունն է, մենք կարծում ենք, որ այս համագործակցությունը էականորեն խորացնելու եւ տեղ ունի եւ մենք կոնկրետ ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ։ Տեղյակ եմ, որ ազգային ժողովն է կոնկրետ ջանքեր գործադրում այդ ուղղությամբ, տեղյակ եմ, որ տեղի ունեցել նորդիկ բալթիկ 8 երկրների փոխխոսնակների այց Հայաստանի Հանրապետություն, սա իսկապես շատ կարևոր դրվագ է եւ ուզում շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին, ինքս հանդիպել եմ նաեւ այս ձևաչափով արտաքին գործերի նախարարներին, այդ հանդիպումը տեղի ունեցել Մալթայում ԵԱՀԿ նախարարական ուրեմն համաժողովի շրջանակներում, բայց նաև այցեր եմ կատարել նորդիկ բալթիկ երկրներ, անցած տարի 5 այդպիսի այցեր, 8 երկրից 5 այցելել եմ, Լիտվա, Էստոնիա, Շվեդիա, Ֆինլանդիա եւ Նորվեգիա, Իսլանդիայի նոր արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում ունեցա այսչերս Ժնևում, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում, Լատվիայի հետ էլ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատանքները շարունակվել են ինչպես ավանդական մեր գործընկեր պետությունների հետ, այնպես էլ նոր հնարավորություններ ենք փորձել բացահայտել, արդեն Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո առաջին անգամ եղավ արտգործնախարարի այց Ռիադ, կայացել են այցեր Կատար, Բահրեյն, տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի այցը Եգիպտոս, բարձրագույն մակարդակում երկկողմ շփումներ են ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրաքի, Լիբանանի, Ալժիրի ներկայացուցիչների հետ։ Արաբական Էմիրությունների հետ քաղաքական օրակարգից զատ կարող եմ նշել, որ 24 թվականի փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Էմիրությունների միջև, ուրեմն Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի այդ վիզաների պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, սա էականորեն նպաստել է մարդկանց շարժին երկու երկրների միջև, հետաքրքրական փաստ 23 թվականի համեմատությամբ Հայաստանից Էմիրություններ այցերը աճել են 58%-ով։ Մերձավոր Արևելքի մասին խոսելիս չեմ կարող չնշել, չկարևորել, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը 24 թվականին,